Այո, սիրելի իմ ընկերներ, դուք շատ ճիշտ եք գուշակել։ I was panicked. I didn't know where you were. I was looking behind the doors under the bed. I didn't because the front door is locked. Սիրելի իմ ընկերներ, դուք բոլորդ շատ ճիշտ գուշակեցիք, շատ ճիշտ կռահել եք, այո, այսօր իմ մամայի ծննդյան օրն է։ Ինձ համար շատ կարևոր մի օր։ Այս օրը ինձ մոտ ոչ միայն նրանով է շատ կարևոր, որ իմ մամայի ծննդյան օրն է, բայց նաև շատ մի կարևոր իրադարձություն։ Ալիքում գիտեմ կան նոր մարդիկ, շատ նոր մարդիկ կան ու հետաքրքիր կլինի իմանալ այս պատմությունը, դե շատ երկար չսպասեցնեմ, բայց մինչ կսկսեմ այս պատմությունը ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ, գիտեմ հիմա նախապես եմ շնորհակալությունս հայտնում, որովհետև գիտեմ հիմա շատերդ ձեր գեղեցիկ բարեմաղթանքներն եք հղում իմ մամային։ Շնորհակալ եմ շատ, ի սրտե շնորհակալ եմ բոլորիցդ։ Անցնեմ բուն պատմությանը։ Պես ասում են, այսօրվա նման հիշում եմ, առավոտ շուտ ժամը 8:30 սահմաններում էր, ես արթնացա, սպասում էի Ալեքսիս ծննդին։ Շատ վատ էր ինքնազգացողությունս, արթնացա, 2-3 քայլ դրեցի ու հասկացա, որ չէ, ես պետքա շատ շտապ գնամ հիվանդանոց։ Բայց թե ինչ էր եղել նախորոք, մինչև այսօրը, եկեք սկսեմ պատմել սկզբից։ Որ Ալեքսիս էի սպասում, մենք այդ ժամանակ արդեն ապրում էինք Էմիրատներում, Աբու Դաբիում, բայց անպայման որոշել էի, որ երեխան պետքա ծնվի Բելգիայում, ոչ թե Էմիրատներում։ Ես ինքս փաստաթղթերի հետ կապված, որ միշտ մտածում եմ, ասում եմ, ասենք երեխան եթե ծնվի այնտեղ, փաստաթղթային միշտ թե վակցինների առումով, ուրիշ վակցիններ բավոր լինեն, հետո անընդհատ ծննդյան վկայականի թարգմանության խնդիր, սենց եւ այլն, այդ քաշքշուկները, որպեսզի երեխան ամբողջ կյանքի ընթացքում չունենա, ու համել շատ էի վստահում, ավելի շատ վստահում էի Բելգիայի բժիշկներին։ Ինձ ինչքան էլ իմ ամուսինը ասում էր, կողքից մարդիկ ասում էին, համոզում էին, որ Լիաննա ջան Էմիրություններում բոլոր աշխարհի բոլոր լավ մասնագետները, բոլոր լավ հիվանդանոցները կան ու բարձրացակ պետք չի գնալ Բելգիա, կարելի է լավ ոնց որ սպասարկում բժշկական ծառայություն կունենաս նաև Էմիրատներում, բայց միևնույնն է ինձ ոչ ոք չէր համոզում։ Բելգիայում ես տեղեկացրի իմ բժշկին, որ անպայման ուզում եմ պետքա երեխան ծնվի Բելգիայում եւ հայտնեցի, որ հետ ենք վերադառնալու մինչեւ 28 շաբաթական միջազգային երկար թռիչքները գիտեք, մինչեւ 28 շաբաթական կարելի է հետ վերադառնալ, 28 շաբաթից հետո արդեն բժշկի թույլտվությամբ, մինչեւ եթե չեմ սխալվում 35-36 շաբաթական, բայց էդ էլ տեղային թռիչքները, կարճ թռիչքները, ամեն դեպքում 28-ից հետո պարտադիր հարկավոր է բժշկի թույլտվությունը։ Ինչևէ, ես 28 շաբաթ եմ սպասել, դա հղիության 7-րդ ամիսն է ոնց որ լինում։ Ինչքան էլ իմ ամուսինը ասում էր, որ Լիաննա ջան, ախր մենակ ոնց է լինելու, դե բնականաբար ինքը չէր կարող պայմանագիրը թողնել, այդպես իր աշխատանքը թողնել ու վերադառնալ, իսկ ես այնտեղ չէի ուզում, որպեսզի Ալեքսը ծնվի։ Բոլորը ասում են, Լիաննա ջան, իսկ ես ֆիլմերում որ տեսել եմ, ֆիլմերից սենց իմ առաջին երեխան է բնականաբար ու ես չգիտեի թե իրականում ոնց է կարող եմ բարդություններ լինեն։ Ես բացարձակ նման բաների մասին չէի մտածում, ու մտածում հա դե ինչ է, կգնամ այնտեղ 7 ամսեկանից մինչև երեխայի ծնունդը կմնամ այնտեղ 2 ամիս է մնում ընդամենը, երեխան էլ կծնվի ու հետո հետ կվերադառնամ։ Ինչևէ, ես մնացի իմ ասածին, 7 ամսական էի արդեն ու Ջեսի հետ վերադարձանք Հոլանդիա, գնացինք Լայդեն համալսարանը Հոլանդիայում, այնտեղ միջոցառում կար, միջոցառմանն էինք մասնակցում, որից հետո վերադարձա տուն, Բելգիա ու ինքը վերադարձավ արդեն Աբու Դաբի։ Ես մնացի մենակ։ Իրականում հղիության ընթացքում ինչ-որ կոնկրետ բարդություններ ես չեմ ունեցել, իմ համար գնում էի խանութ գալիս է, բայց ես շատ մեծ փորիկ ունեի, բոլորը մտածում էին, թե ես զույգ երեխայի եմ սպասում, գնում էի այդպես հարցնում էի բժշկին, ասում էի, ես զույգ են երեխաները, ասում էր, չէ, Լիաննա ջան, զույգ չեն, մի հատ,
Իսկ ինձ ով տեսնում էր, ասում էր զույգա ու խանութում էլ ուր էլ որ գնում է, դե փոքրիկ գնումներ է անում օրվա համար։ Ամեն օր գնում է խանութ, ինտեղ մախշե հիմնականում ին փոքրիկ գնումները անում է գալիս է, որպեսզի համ տանը չմնա, համ գիտեք խորհրդատրվում, որ հղիները քայլեն, մի խոսքով այդպես։ Հիվանդանոց գնալու համար, բայց պատկերացրեք, որ ես մենակ եմ ու բացարձակ ոչ մեկ չկա, գիտեք, Բելգիայում ես ինչ-որ ծանոթ բարեկամ շատ չունեմ, ինչ-որ ծանոթներ էլ որ ունեմ, այնպես չի, որ հենց մեր քաղաքում են։ Մեր քաղաքում ունեի իմ Ամալիային, միակ ոնց որ հայնա, մեր տարածքում եւ ազգությամբ ուկրաինացի Տանչկա, Ստանյաս մամայիցս տարիքով ավելի մեծ է, բայց երբ որ իրեն տիկինով է դինում, ասում էր Չելյան, այտենց մի ասա, ասում էր ես ինձ մեծ եմ զգում, որպեսզի ես ինձ մեծ չզգամ, Տանյա ասա ինձ, Տանչկա, Տանյա։ Մի խոսքով Տանյաս էր, Տանյաս մեքենա չի վարում, Տանյաս այդ ժամանակ գնում էր ֆրանսերենի դասընթացների B1 ծրագրի համար Մախշենոպոն, մի խոսքով մեր քաղաքում չէր, էլի, մեր քաղաքից ոնց որ գնացքով գնում էր, շատ հեռու չի, Շարլեղուայից մի փոքր հեռու է, Շարլեղուայի շրջան է էլի, բայց ամեն դեպքում այնպես չի, որ հենց մեր հատվածում է։ Ու նաև իր տղան մեքենա էր վարում, բայց իր տղան այդ ժամանակ Մոնսում էր, ոնց որ 40 րոպե Շարլեղուայից հեռու, այնտեղ սովորում էր, առավոտ տղան գնում է դասի, գալիս է։ Ոնց որ պայմանավորվել էինք, որ եթե հանկարծ ված կամ ինքը իր տղային կասի, որպեսզի ինձ տանեն հիվանդանոց կամ տաքսի կկանչեմ կամ մյուս տարբերակը Ամալիաս էր։ Ամալիաս ինձ ավելի մոտ էր ապրում, իսկ քանի որ Տանյան պետք է իր տղային ասեր, տղան Մոնսից մինչև գար, այդ կախված կլիներ ոնց որ թե որքան ժամանակ կունենա Մոնսից ինքը մինչև գար, այդ 40 րոպե եթե հանկարծ ինչ-որ բանել չլիներ, էլի մեքենաների այդ ձև խցանում չլիներ, ինքը կարողանար հեշտ գար, կամ ինքը պայմանավորվել էր իր դասարանում կային աղջիկներ, ասել էր, խնդրել էր, ասել էր մեքենա ովքեր որ մեքենայով են, որ ընկերուհիս փոքրիկ է սպասում, եթե հնարավոր է, այդպես եթե ինքը զանգի, եթե չհասցնենք իր տղայի հետ կապվենք, կլինի որ դուք ինձ արագ հասցնեք իր մոտ ու գնանք մի խոսքով հիվանդանոց։ Բոլորը սիրով համաձայնվել էին ինձ օգնել։ Մի խոսքով սիրելի ընկերներ, այդպես առավոտյան արթնացա, աշխատանքային օրեր ու մամայիս ծնունդն է։ Վատ էի զգում, ասեցի լավ մի հատ ու արագ զանգեցի Ամալիային։ Ամալիայի զանգեցի, որովհետև մտածեցի, որ Տանյան հիմա դասի ժամանակ է, ես մինչև այսպես, այնպես Ամալյան էլ ասել էր, խնդիր չունես, հենց հանկարծ պետք լինի, ինձ միանգամից զանգի։ Իսկ ինքը ինձանից ընդամենը 10 րոպեվա ճանապարհ էր, ոտքով որ իր մոտից գա ինձ մոտ։ Իսկ մեքենայով չասեմ էլ մի քանի րոպե էր։ Արագ զանգեցի Ամալիս, Ամալիաս եկավ ու մեքենայով իմ ճամպրուկը արդեն ամեն ինչ պատրաստ էր։ Ճիշտ է ոչ մի բան չգիտեմ, բայց իմ ճամպրուկը վերցրի ու ճանապարհ ընկանք հիվանդանոց։ Գնացինք, բարձրացանք, մի խոսքով այդտեղ մի կիներ նայեց, ասեց՝ «Օ, ձեր ժամանակն է, պետք է գնաք հիվանդասենյակ»։ Այդպես ինքը ինձ ուղեկցեցին հիվանդասենյակ, Ամալիաս դե աշխատանքի պետք է գնար այդ ժամանակ արդեն, ինքը գնաց ու ես մնացի այդպես մենակ հիվանդասենյակում։ Ինձ բերեցին փուչի գնդակի վրա, որպեսզի նստեմ, վարություններ անեմ, որպեսզի երեխան արագ ծնվի եւ այլն, ու արագ ես զանգեցի ամուսնուս, տեղյակ եմ պահում, ասում եմ գիտես, դե այնտեղ ժամային տարբերություն կա, գիտեք, նույնն է ոնց որ Հայաստանի ժամանակով զանգեցի, արագ ինքը այնտեղից թռիչքներն է նայում, որ արագ գա հասցնի։ Ես ուրախացած տոմսերն ա նայում, որպեսզի անմիջապես գա, ամեն օր այնտեղից Աբու Դաբիից Բելգիա ուղևորափոխադրում կա, ինքնաթիռներ կան, երեկոյան այնտեղից թռիչքն է լինում, առավոտ շուտ հասնում ես Բելգիա։ Մի խոսքով ես նամակը ուղարկեցի, մտածում եմ դե չգիտեմ կհասնի, չի հասնի, բայց ինձ գալիս են անընդհատ ստուգումներ են անում, հայտնեցին, որ քանի որ ես գիտեք ցավերը քիչ էին, ցավերը այնպես չի որ շատ էին ու
Բայց պետքա ասեցին, եթե երեխան 24 ժամվա ընթացքում չծնվի, ներարկումներ կմիացնենք, անտիբիոտիկներ, որպեսզի հանկարծ ինֆեկցիա չանցնի ու ամեն դեպքում պետքա սպասես դեռ։ Ես այդպես սպասում եմ։ Բժիշկները գնում գալիս են ստուգում են չէ դեռ ժամանակը չի։ Ես էլ այդպես սպասելով մտածում եմ, որ դեռ չեմ զանգել մամայիս, որ շնորհավորեմ ծնունդը։ Ասում եմ, որ զանգեմ, չեմ կարող խաբեմ, ասեմ, որ ես հիվանդանոցում չեմ, անպայման հարցնում եմ բնականաբար ոնց ես քեզ զգում ինչ ես անում, որտեղ ես։ Դե չեմ կարող խաբել, ասում եմ, դե չեմ կարող խաբեմ, ասեմ, որ տանն եմ, լավ եմ, չգիտեմ, հաց եմ ուտում կամ ինչ եմ անում։ Պետք է ասեմ հիվանդանոցում եմ, ինքն էլ անհանգստանա, ասում եմ հենց երեխան որ ծնվի, կզանգեմ միանգամից կասեմ, ոնց որ համ ծնունդը կշնորհավորեմ, համ էլ կասեմ, որ երեխան ծնվել է, էլ մի անհանգստացի։ Անցնում է մի ժամ, 2 ժամ, 3 ժամ, ոչ մի բան։ Մամաս էլ այնտեղից անհանգիստ է, ասում է տեսնես իմ աղջիկին չի եմ ծննդյան օրը մոռացել, չի զանգում մի հատ ինձ շնորհավորի, մի խոսքով եղբորս է խնդրում, ասում է մի հատ զանգի, տես քուրդ ինչի չի ինձ զանգել օրինակ շնորհավորի։ Ես էլ չեմ մտածում, եղբայրս զանգեց, ասում է Լիան, ասում է, գիտես, մամայի ծնունդն է, այսօր մամայի ծնունդն է, ասում է, կարող է մոռացել ես, ասում եմ, չէ, ապեր չեմ մոռացել, ասում եմ, ուղղակի ես հիվանդանոցում եմ, բայց իրան մի ասա, ասում եմ, որովհետև չեմ ուզում անհանգստացնեմ։ Դու իրան մի ասա, հես երեխան որ ծնվեց, մի անգամից կզանգեմ, դու եթե կարաս դու իրան ասա, զանգեցի խանութում էր չէր կարա խոսար կամ ինչ որ մի բան։ Բայց ինքն էլ այդ ընթացքում մամաս է սենյակում լինում, խոսելուց որ ոնց դու հիվանդանոցում ես, բան, մամաս կողքից լսում է, ասում է ու էլ ախպերս էլ չի կարողանում ինչ որ մի բան ասի, ասում է հա գիտես, բանը չի զանգել, որովհետև հիվանդանոցում է, երեխան հեսա կծնվի։ Այդտենց մամաս էլ որ ինձ հանգստացնի էլ չի ասում, որ հա ես լսեցի, ես իմացա եւ այլն, այդպես սպասողական։ Մենակ ժամը 1 անդադ եղբայրս զանգում անհանգիստ, ասում է հեն չծնվեց քո երեխան, չծնվեց, ասում եմ չէ դեռ, սպասում եմ անհանգիստ, ես էլ սպասում եմ ու տենց բժիշկները գալիս գնում են, ստուգում են, արդեն եղավ երեկոյան ժամ, բայց ոչ մի բան, ինձ երեկոյան արդեն չեմ հիշում երեկոյան էր թե առավոտյան սիստեմաներ էին միացրել, առավոտյան էլ ավելի վատ էին զգում, առավոտյան եկան սիստեմաներ միացրեցին անտիբիոտիկներով ոնց որ ասել էին, ուղիղ 8-ից 8.5 հաջորդ օրվա միացրին ու էլի սպասում ենք, այսինքն 24 ժամ անցել էր, Ալեքսս դեռ չէր ծնվել, բայց առավոտ շուտ այդեն սիստեմաները միացրեցին, երևի մի ժամ հետո ջեսս եկավ հասավ Բրյուսել է իջնում ինքնաթիռը, Բրյուսելից մի անգամից եկել էր հիվանդանոց, հա չմոռանամ ասեմ, որ ես այդ ամբողջ ընթացքում բժիշկը որ ասում էր էպիդուրալ վերցնելու ես, ասում է չէ, ասում է ես կփորձեմ առանց էպիդուրալի ու եթե հանկարծ զգամ, որ չեմ դիմանում, եթե հնարավոր է այդ ժամանակ, ասեց խնդիր չկա, դու կարող ես իհարկե քո ուզած ժամանակ ասես, բուժքույրը այնտեղ կլինի ու էպիդուրալը կմիացնի։ Այդպես ամբողջ առաջին օրը ես համբերեցի ու էպիդուրալ չենք միացրել։ Երկրորդ օրը, երբ որ այդպես եկան արդեն սիստեմաները միացրեցին բան, սկզբում լավ էի, հետո ամբողջությամբ ես ուռել էի, շատ վատ էի ու էլի սպասում էին, ոչ մի արդյունք չկար, դեռ երեխան չէր ծնվում, ջեսս էլ եկել էր ու երբ որ ջեսը եկավ, բժիշկն էր եկել առավոտյան բնականաբար մի քանի անգամ եկել էր ընթացքում անդադ գալիս ստուգում էր հարցնում էր ոնց էր, շատ լավ բժիշկ ունեի ի դեպ Այդ օրն էլ եկավ, որ տեսավ, որ այդպես ուռել եմ արդեն սիստեմաներն էլ միացրել են, ասեց Լիանը, ասեց երևի թե դու չես դիմանա ու հավանաբար հարկավոր կլինի էպիդուրալ սրսկել, որովհետև 24 ժամից ավել է ու դեռ չգիտենք ինչքան երկար կտևի, բայց ջեսը դեռ չէր եկել ու ես մի փոքր վախենում էի այդ էպիդուրալից, գիտեմ, որ մեջքից են սրսկում, կարող է տարբեր բաներ էի լսել, որ կարա ինչ-որ վատ անդրադառնա հետագայում եւ այլն կամ թեկուզ ինչ-որ սխալ սրսկեն, մի խոսքով ամեն դեպքում վախ ունեի, ես էլ մենակ ոչ մեկ չկա, այդպես որ ջեսը եկավ, հասավ մի քիչ դուխավորվեցի, որ ասում են,
ասացան ոնց ես, ոնց ես, ասացի շատ վատ եմ ու բժիշկը եկել էր հարցնում էր, ասում էր էպիդուրալի համար ու քանի որ այդ ընթացքում էլ ասացի բայց դեռ համբերում եմ ժամը 3-ի կողմերն էր արդեն ինձ արդեն ներարկումներ արեցին այս անգամ արհեստական ցավերի համար, որպեսզի արհեստական ցավեր էլ չէին կարողանում ցկեն 3-ի կամ 4-ի կողմերն էր էլի ու այդ ցավերն էլ որ արհեստական ներարկեցին արդեն էլ չէի դիմանում ու ջեսնել հետս էր բնականաբար արդեն ասեցի հա էպիդուրալին համաձայն եմ խնդրեցի բժիշկը եկավ ասեցի որ եթե հնարավոր է էպիդուրալ ասենք ասեց հա հենց հիմա կասեմ որ կան էպիդուրալ սրսկեն այդպես էպիդուրալը սրսկեցին ու այդ արհեստական ցավերով ժամը երեկոյան 5-ին ես նոր գնացի որպեսզի Ալեքսս լույս աշխարհ գա այդ ընթացքն էլ հեշտ չէր էլի շատ մեծ դժվարություններով կտրվածքներ ու եւ այլն շատ մանրամասներով չանցնեմ բայց բավականին երկար տևեց էլի ու փառք Աստծո Ալեքսս ծնվեց այնպես որ միշտ ասում եմ միշտ մամայիս ծննդին ասում եմ Ալեքս ասում եմ իմ ու քո աշխատանքը սկսել է այսօրվանից ոնց որ ու հնարավոր է որ այսօր լիներ քո ծնունդը ուղղակի մի փոքր ձգձգվեց արհեստականորեն կամ չգիտեմ բայց դու շատ էիր ուզում որ այսօր ծնվեիր հենց տատիկի ծննդյան օրը ուղղակի իմ մոտ չէր ստացվում կամ ոնց որ մի տեսակ լավ չէր ստացվում մեր մոտ լավ չէինք աշխատել այդ ուղղությամբ ինչևէ սիրելի ընկերներ այդպես Ալեքսիս ծնունդը միշտ մամայիս ծնունդը միշտ մամայիս էլ ասում եմ մամ ջան այսօր ոնց որ մեր օրն էլ իմ ու Ալեքսիս աշխատանքային օրն էլ սկսում են քո ծննդյան օրը դեմ հիմա շատերին հետաքրքրում է իսկ հետո ինչ եղավ երեխան ծնվեց սիրելի բարեկամներ դա էլ մի ուրիշ պատմություն է երեխան ծնվեց ջեսս եկել էր կարող էր մնալ իր դասերը թողել էր այնտեղ ու եկել էր ընդամենը 3 օրով 3 օրով այն օրը որ ես պետքա հիվանդանոցից դուրս գրվեմ իդեպ բժիշկս եկավ գիտեր ինքը մեր ընտանեկան ոնց որ վիճակը որ ես մենակ եմ տանը մնալու ինքը եկավ ասեց Լյանա ասեց եթե ուզում ես ես քեզ կարող եմ ավելի երկար պահել հիվանդանոցում այսինքն 2-3 օր էլ ավել պահեմ հիվանդանոցում որպեսզի ոնց որ ավելի հեշտ լինի քեզ համար մենակ տանը նորածնի հետ շատ դժվար կլինի ասեցի չէ ասեցի ես այնպես պայման բան էի պատրաստած էի մենք ընդհանրապես մենք բոլորը շատ սենց էր ըստ մեր ծրագրի ջեսը վերադառնում է Աբու Դաբի ես վերցնում եմ երեխու ծննդյան վկայականը ու նորածինները 2 շաբաթ եթե չեմ սխալվում կամ 7 օրականից կամ 2 շաբաթ հիմա չեմ հիշում լավ կամ 2 շաբաթեր կամ 7 օրեկանից կարող են արդեն ինքնաթիռ բարձրանալ կամ ծնողների հետ բնականաբար մի խոսքով կարող են թռիչքի մասնակից լինել ասեցի հեսա ես կվերցնեմ ու մի շաբաթից մաքսիմում կամ 2 շաբաթից կգնամ կմիանամ ոնց որ ջեսին էմիրություններ հենց այդ օրը որ ես պետքա դուրս գրվեի հիվանդանոցից բժիշկը երբ որ առաջարկեց երկար մնալ ասեցի չէ ասեցի չեմ ուզենա հիվանդանոցում մնալ ավելի շատ ես երևի թե լավ կլինի եթե գնամ տուն ես էլի դեռ չեմ պատկերացնում սենց ֆիլմերով թե ինչքան հեշտ է երեխա ունենալը ինչքան հեշտ է երեխուն պահելը եւ այլն ու ամեն դեպքում մտածում եմ որ հեսա ճամպրուկն է հարկավոր կարգի բերել այդ ամեն ինչը անել որ պատրաստվեմ մի շաբաթը ինչա որ պատրաստվեմ գնամ ջեսս երեկոյան չէ կներեք առավոտ ժամը 5-ին այնտեղ թռիչք լինում կամ 6-ն է լինում ինքը ճանապարհ ընկավ գնաց օդանավակայան ես էլ առավոտյան 9-ին թե 10-ին պետքա դուրս գրվեի Տանյան եկավ տղայի հետ ինձ որպեսի տանեն տուն արդեն ջեսս գնաց մենք էլ իջնում ենք ներքև բարձրանում ենք որովհետև պետք է երեխու ծննդյան վկայականը տան ասեցին ձեր պատրաստ չի երևի թե ծննդյան վկայականը ձեր պատրաստ կլինի կգնաք կոմունից կվերցնեք դե մտածեցի լավ վաղը կամ մյուս օրը կգնամ այդ երեխու ծննդյան առանց ծննդյան վկայականի չենք կարող գնալ ամեն օր զանգում եմ կոմուն ինձ ասում են որ երեխու ծննդյան վկայականը պատրաստ չի ծննդյան վկայականը ինձ չեն տալիս
100 անգամ տարել են, բերել են։ Ընդհանրապես այսպես ինձ տանում ու բերում են, տանում ու բերում են, դա ոչ թե 1 օր էր, 2, 3, 4, 1 շաբաթ, այլ ուղիղ 2 ամիս ես այդպես երեխա 2 ամսական էլ լրացել է ինձ նոր իրենք տվել են ծննդյան վկայական, որից հետո արդեն մնացած թղթաբանությունը կազմակերպել ենք, որ ես գնամ հասնեմ Էմիրատներ ամուսնուս մոտ։ Մի խոսքով դա շատ բարդ էր։ Եթե ինձ այսօր հարցնեք, ասեք Լիանա նորից կգնաս մենակ երեխա ունենալու, հաստատ համոզված եղեք, կասեմ չէ, թե ես ինչ ռիսկ եմ արել, ոնց եմ այդ ամեն ինչը որոշել ու չգիտեմ, այդ ինչ գերբնական ուժերի մեջ կամ երևի ուղղակի չէի պատկերացնում, հետո երևի ինչքան երիտասարդ ես լինում, այդքան ավելի ռիսկով ես լինում, չես մտածում բարդությունների մասին։ Դրա համար, եթե այսօր լինի, կասեմ, չէ, անպայման պետքա մեկը լինի օգնական, որովհետև նաև ինչպես ասեցի, ես բարդություններ ունեի, ես եթե կռանում էի, ես չէի կարողանում բարձրանալ, ես երեխային չէի կարող, օրինակ ես այդ 2 ամիսների ընթացքում Ալեքսին իր օրորոցը չեմ կարողացել դնել, օրորոցից վերցնել, դա շատ դժվար էր ինձ համար, երեխուն իմ կողքը առանձին բան է արել, այդ իր սպիտակ եղենը իմ մահճակալի կողքն է դրել ու իրականում ես գիշերները նույնիսկ չէի քնում, որովհետև վախից, որ իմ մահճակալի վրա էր սենց կողքներ, ասում էի հանկարծ քնիս մեջ այնպես չլինի, որ ես իրան չլսեմ, ինքը լացի ես չլսեմ կամ հանկարծ ոնց որ շրջվեմ, խորը քնած լինեմ, շրջվեմ ու երեխայի վրա պառկեմ, այնքան բան է ու գիշերները դրանից չէի քնում, խանութ գնալ չէի կարողանում, աստիճանները չէի կարողանում իջնել, սայլակը չէի կարողանում բացել, որ երեխուն հանեմ ման տալու, Ջեսը իմ համար Էմիրատներից Ամազոնով պատվիրել էր այն կենգուրուներից, որ կենգուրուների մեջ դնեի մի կերպ աստիճանները մի ժամ էր տևում մինչև իջնում էի, մի քիչ օդ էինք շնչում, բարձանում էր վերև, մի խոսքով իսկապես դժվարությունները շատ էին, որ ես այդ ժամանակ չէի պատկերացնում, բայց ասում եմ ոնց է ռիսկ արել ու տենց ուղղակի չէի պատկերացնում, ես մտածում եմ երեխա ունենալը շատ հեշտ բան է, ընկերներ ջան, այդպես Երևի թե այսօրվա համար հետաքրքիր է այս պատմությունը միշտ սիրով եմ հիշում, սիրով եմ պատմում, այսքան այսօրվա համար։ Եթե էլի հարցեր կլինեն, կարող եք գրել, ես եւս մեկ անգամ կշնորհավորեմ մամային, ձեզ էլ կասեմ, շնորհակալ եմ շատ ձեր բարեմաղթանքների համար։ Դե ինչ լավ մնացեք։